Արձակումից առաջ ազգային ժողովի վերջին քարոզիային ընդդիմադիրները դարձյալ դահլիճ չեն եկել։ Իշխանականներին ու անկախ падգամավորներին առաջին, հետո նաև երկրորդ փորձից չի հաջողվում քվորում ապահովել։ Երկրորդ անգամ էլ ըստ ցուցատախտակի քվորում չկա, այս դեպքում մեկ падգամավորի բացակայության պատճառով, բայց խորհրդարանի նախագահն անմիջապես նկատում է, ՔՊԱ-ականներից Արուսյակ Ջուլհակյանը գրանցումից հետո դահլիճ եկավ, ուրեմն աշխատանքները սկսել կարող են։ Ձեր քննարկմանն եմ ներկայացնում Խորհրդարանականների սեղանին առաջինը վարչատարածքային բաժանման օրենքի փոփոխությունների նախագիծն է։ Կառավարությունն ուզում է կրկին խոշորացնել համայնքները, այս դեպքում Լոռիում, Սյունիքում եւ Վայոց ձորում։ Գործադիրի առաջարկով Լոռի Բերդն ու Գյուլագարակը կմիանան Ստեփանավանին Լոռիում, Տեղն ու Տաթևը Գորիսին Սյունիքում, Արենին ու Եղեգիսն էլ Եղեգնաձորին Վայոց ձորում։ Ընդհանուր 80 բնակավայր են իրար միացնում, ընդ որում նույն տեղերում երկրորդ անգամ։ Եթե կարճ ասեմ, ավելի մեծ միավորներում միավորվում են նախկինում միավորված համայնքները։ Խոշորացումը Երևանին, Գյումրիին եւ ազգային փոքրամասնություններով բնակեցված եւս 5 համայնքներին միայն չի հասել։ Հերթական 8-րդ փուլով խորհրդարանն օրենքն ընդունի, միավորված համայնքների թիվը կհասնի 57-ի։ Համայնքների միավորման գործընթացը համայնքների զուտ մեխանիկական միավորում չի ենթադրում, ավելին այն առաջին հերթին մասնագիտական եւ ֆինանսական պոտենցիալի միավորում է համայնքներում, ավելի մեծ համայնքային միավորներում, ավելի մեծ խնդիրներ լուծելու նպատակով։ Տարածքային կառավարման նախարարը համոզված է խոշորացմամբ էականորեն փոխվել են համայնքների դիմագծերը, բայց падգամավորները նրան հարցեր տալ չեն կարող, գրավոր առաջարկներ չեն եղել։ Փոխարենը հորդոր ՔՊ-ից ազգային փոքրամասնությունների համայնքներին խոշորացման համար նույնիսկ չմոտենալ։ Իհարկե, հակառակ կարծիքն այն է, որ միջոցները բավարար չեն լինի, որ այդ գյուղերի զարգացման խնդիրները կմնան առկախ եւ այլն, այստեղ պետությունը ուրեմն անելիք ունի։ Ուրեմն մենք պետք է լրացուցիչ միջոցներ տրամադրենք պետական բյուջեից ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածքները, գյուղերը, բնակավայրերը զարգացնելու համար։ Խոշորացման նոր առաջարկներով տարածքային կառավարման նախարարը խորհրդարան դեռ գալու է, բայց ի պատասխան իշխանական падգամավորի հորդորի Դավիթ Խուդատյանը հայտարարում է, որ առաջիկա ծրագրերում ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքները խոշորացնելու հարց չի լինելու։ Մինչև այդ ֆինանսների փոխնախարարը կգա կենտրոնական ամբիոնի մոտ, ավելացված արժեքի հարկից ազատված բանկերին համարժեք հարկելու հնարավորություն ունենալու համար։ Մեզ համար հիմնական նպատակ է եղել այն, որ համարժեք հարկում ապահովելով հանդերձ չունենանք այնպիսի վիճակ, որ ճնշումներ գործադրվեն բանկերի կողմից մատուցվող ծառայությունների գների վրա, այսինքն որպեսզի լուծումը որևէ դեպքում չհանգեցնի մեր քաղաքացիների եւ գործարշրջանակների համար բանկային ծառայությունների գների ավելացման։ Լրացուցիչ մուտքերը որքան կկազմեն կոնկրետ հաշվարկներ չկան, բայց բանկերի այս պահին չբաշխված շահույթը գերազանցում է 1 տրիլիոնը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։